Գիտեք այն խոսքը, որ սրտումս վարվել է, որ ուզում եմ այսօր քեզ հետ խոսել, ուզում եմ այդ տեղը կարդալ, հետո կանցնեմ խոսքին։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-րդ խոսքը։ Ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տվեց, նրա գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ, որպեսզի սրանցով աստվածային բնությանը հաղորդակցվենք, աշխարհի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերները դրած ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուժկալություն, ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն եւ աստվածպաշտության վրա եղբայրասիրություն, եղբայրասիրության վրա սեր։ Քանի որ այս բաները ձեր վրա կգտնվեն եւ կաճեն, պարապ եւ անպտուղ չեն անելու ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելու մեջ։ Բայց ում մոտ որ այս բաները չկան, նա կույր է ու կարճատես, որ մոռացել է իր առաջվա մեղքերից մաքրվել։ Գիտեք, միշտ հետաքրքիր բան ա գրած։ Ես վերնագրել եմ այս խոսքը կարդալուց հետո, թեմաս վերնագրել եմ տան կառույց։ Գիտեք, ամեն տուն ունի հիմք, համաձայն եք։ Ամեն տուն ունի հիմք։ Եվ մեր հիմքը պետք է ամուր լինի, որպեսզի մնացած կառույցը ինքը կարողանա կրել իր վրա, որտեղ ամբողջ տան ծանրությունը կրում է հիմքը։ Եթե հիմքը թույլ եղավ, տանը ինչ էլ որ կառուցես, հենց քամին եկավ, երկրաշարժ եղավ, փոթորիկ եղավ, գիտեք ինչ է լինելու, քանդվելու է։ Դրա համար այնքան կարևոր է, որ ձեր տան հիմքը լինի ամուր։ Մինչև հիմքին հասնել ուզում եմ մի փոքր նորից անդրադառնալ խոսքին սկզբից։ Նայեք ինչ ասում, ասում 4-րդ խոսքը, ասում որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները մեզ տրված են։ Գիտեք, քեզ պատվական ու մեծ խոստումներ ա տված։ Մնում այստեղ մի կարևոր բան, դու ինչքանով ես դրան ընդունում, ինչքանով ես հավատում, ինչքանով ես դա քո կյանքում իրականանա։ Շարունակություն ինչ ասում, որպեսզի նրանցով աստվածային բնությանը հաղորդակցվենք։ Գիտեք, Աստված քեզ կանչել է իր բնությանը հաղորդակցվելու, իր էության հետ հաղորդակցվելու։ Եվ շարունակություն ասում է աշխարհի ցանկություններից առաջ եկած ապականությունից փախչելով։ Գիտեք, այսօր աշխարհը ինչ անում, ամեն օր քեզ առաջարկ անում։ Ամեն օր քեզ առաջարկ անում։ Եվ գիտեք, այդ թվացial պանրիկը թակարդի մեջ այնքան համեղ է երևում, բայց իր նպատակը մի բան է, հասնես դու թակարդին։ Նայեք, նորից եմ ուզում կարդալ, ասում է, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ, որպեսզի նրանցով աստվածային բնությանը հաղորդակցվենք։ Այդ ամենը մեզ տրված է, որպեսզի մենք իր հետ հաղորդակցություն ունենանք։ Եվ որ մենք հաղորդակցություն ենք ունենում Աստծո հետ, մենք փախնում ենք մարմնի ցանկությունների ապականությունը։ Պողոսը միտեղ խոսում ասում է, ձեր մարմնի ցանկությունները խաչը անեք։ Որտեղ ասում մարմինը միշտ ցանկանում է հոգու հակառակը։ Գիտեք, այսօր մարմինը ցանկանում էր ուշել իր քնից։ Ամբողջ օրը համակարգչի մեջ լինեիր։ Թրև գայր այս սայթերից այն սայթը։ Ընդերից ընդեր, ընդերից ընդեր, ընդերից ընդեր։ Հետո մարմինը գիտեք ինչ էր ուզում, որ ուզում էր, երբ որ ինքը արտանար քնից, արդեն նախաճաշը պատրաստ սեղանին դրված լիներ։ Սուրճը իրա մնացած դեսերտով ու բանով դրված լիներ։ Մարմինը դա ամենը ցանկանում էր։ Բայց հանկարծ քո մեջից մի ուրիշ բան ասում, դու պետք է ելնես, այդքան դու սարքես։ Հետո պատրաստես, որ գնաս տիրոջի երկր պագելու, իրան ծառայելու։ Գիտեք, շատ անգամ մեր մարմնի ցանկությունները մեզ տանում են Աստծուն հակառակ։ Եվ նայեք շանակություն ինչ ասում։ Եվ ասում է, եւ այս բանի համար բոլոր ջանքը, ասում է, բոլոր ջանքը դիր, ոչ մի բան մի խնայի։ Գիտեք, որ մենք մեկին
շատ վտանգավոր իրավիճակում հայտնվում ուզում ենք օգնենք, ոչ մի բան չենք խնայում։ Ոչ մի բան չենք խնայում։ Ընդհանուր կարողանում ենք գնալ, չգիտեմ որտեղ ֆինանսներ հայթայթել, բերել այդ մարդուն օգնել, որտեղ ուզում ենք։ Եվ նայեք ինչ ասում, ջանքերը դնելով ամեն ջանքը դիր ասում է։ Ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք։ Ուզում եմ մտածես։ Մեր հիմքը հավատքն է։ Մեր տան հիմքը հավատքն է։ Ուզում եմ մտածես, ինչքանով է քո հավատքը խոսում քո կյանքում եւ ինչքանով է քո կյանքը խոսում քո հավատքի մասին։ Գիտեք, երբեմն ես մարդկանց եմ հանդիպում, որ նայում ես բավական ֆինանսական, առողջական, նյութական որոշակի դժվարությունների մեջ են։ Բայց երբ որ իրենց հետ խոսում ես, հավատքդ բարձրանում է։ Խոսում են բաներ մարդիկ, որ նայում ես, որ իրենք հենված են Աստծո վրա, եւ մի կարճ ժամանակ հետո տեսնում ես Աստծո հրաշքներն իրենց կյանքի մեջ։ Երբեմն հանդիպում ես մարդկանց, որ ամեն բան ունեն, ամեն բանով ապահովված են, բայց այնպես է խոսում, որ փոշմանում ես։ Մարդը ասում ես 20 տարվա հավատքի մեջ եմ, բայց ինքն այս բաները խոսում ասում ես ուրա քո հավատքը։ Գիտեք, Եբրայեցիս 11:1-ում ասում է մեր հավատքը ինչից է բաղկացած։ Հուսացած բանի հաստատություն եւ չերևացած բանի ապացույց։ Գիտեք, հուսացած բանի հաստատություն, չերևացած բանի ապացույց։ Ուզում եմ բոլորդ մտածեք, քանիստ եք ձեր տան հիմքերը տեսնում։ Առավելևս հիմիկվա շինարարության մեջ գիտեք ինչ են անում։ Մաքսիմալ ինչքան հնարավոր շատ խորը փորում են, կանգնում են ժայռի վրա եւ բետոնապատ ամրաններով, հայերեն ասում են արմատուրա, չէ՞։ Ամրաներով ավելացնում են, իրականում հայերեն արմատուրա չի, ամրանն։ Ավելացնում են, ու դրա վրա երբ որ կառուցվում է բարձր շենքեր, իրենք գիտեն որ ահին կամուր է, բայց հիմքը երբեք չի երևում։ Հիմքը չի երևում։ Հիմքը հողի տակ է, բայց ամբողջովին ինքը կրում է կառույցի իր վրա։ Եվ հիմա նայեք, գիտեք ինչ է հետաքրքիր սելի եկեղեցի կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, ձեր հավատքը գուցե չի երևում, բայց իր վրա կրողն է երևում, կառույցն է երևում։ Եվ մենք ինչքանով ենք մեր հավատքը ավելացնում, չէ՞ որ Հռոմեացիների թղթերի մեջ ասում հավատքը գալիս Աստծո խոսքը լսելուց։ Ինչքանով ենք մենք ուզում Աստծուն լսել, ինչքանով ենք ուզում լսել մարդկանց, որոնք որ բացասական են խոսում, եւ ինչքանով ենք ուզում լսել հավատքի հռչակումը, հավատքի խոսքը, եւ ինչքանով ենք ուզում լսել, որ բժիշկը քեզ ասում է վերջ, հաշված օրեր են մնացել քեզ։ Ասում ես լավ, գնամ տենամ, Տերը ինչ ասում։ Տերը քանի օր ասում։ Գիտեք, մարգարեն եկավ թագավորին ասեց, մեռնելու ես։ Մեռնելու ես։ Ու գնաց։ Թագավորը շրջվեց պատիկով անկողնու մեջ ու սկսեց դառնագին լացելով ապաշխարել։ Տերը մարգարեն ասեց հետ վրա։ Գնա ասա, քեզ 15 տարվա կյանք եմ տալիս։ Չնայած այդ մարդը իր 15 տարիների մեջ ավելի շատ չարություն արեց, քան միջև այդ։ Բայց գիտեք, իրավիճակ փոխվեց։ Գիտեք, ամեն ինչ որ ասում են դա դեռ վերջը չի, վերջը Տիրոջ մոտն է։ Եվ քո հավատքը կառուցված է դրա վրա։ Հուսացած բանի հաստատություն, չերևացած բանի ապացույց։ Ու երբ որ դու սկսում ես հավատալ Տիրոջ ասածին, հաջորդ բանն է առաջ գալիս։ Հիմքը դրեցիր, հայերեն չգիտեմ մենք ոնց ենք ասում, բայց շինարարության մեջ մենք ցոգոլ ենք սարքում։ Ընդհանրապես այդ կոչված նախադասությունը, ցոգոլ կոչված հայերեն չգիտեմ ոնց են ասում, հայերը պատրաստում են բազալտից, որովհետև բազալտի մեջ խոնավություն չի մտնում, կամ էլ շատ դժվար է մտնում, բայց ավիշտը չի մտնում։ Եվ նայեք հաջորդ ինչ ասում, ձեր բոլոր ջանքը եռանդը դրեք, ձեր հավատքի վրա ինչ արեք, ավելացրեք առաքինություն։
Առաքինություն։ Ով գիտի ինչ բան առաքինություն։ Ինչ առաքինությունը։ Գիտեք, իրականում առաքինությունը դա բարոյականության գագաթնակետն է։ Դրական հատկությունները, ազնվաբարությունը։ Գիտես, ասում քո հավատքի վրա սկսի ավելացնել քո բարոյական կյանքը։ Այդ որ իրիկունը գնում ես տուն, մտնում ես քո սենակը, դուռը փակում ես, ու ինչ ասես նայում ես ու ոչ ոք չի տենում։ Այդ ամենով գիտես ինչ ես անում։ Սկսում ես քանդել քո այն ամենակարևոր կառույցներից եւս մեկը, որի վրա քո ամբողջ տունն է կառուցվել ու քիչ հետո որ շարունակելու ենք։ Առաջի Պետրոս 2:9-ում գիտեք ինչ է գրում։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 9-րդ խոսքում։ Ասում է, բայց դուք ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, դուք պատկերացնում եք Աստված ձեր համար ինչ ասում։ Ընտիր քահանայություն, սեփական ժողովուրդ, որպիսի հրճակեք նրա առաքինությունները։ Գիտեք, քրիստոնեությունը ամենաբարոյական իրականում հավատքը եւ կրոնն է։ Ամենաբարոյական, ամենաբարձր բարոյականություն ունեցող կրոնն է, հավատքն է, քրիստոնեությունը, որտեղ ամեն բանի հիմքում բարոյականությունն է դրված։ Եվ գիտեք, սա ամենակարևոր բաներից մեկն է, որ քո կյանքում դու պետք է ջանք չխնայես, որպեսզի հիմքի վրա ավելացնես առաքինություն։ Ասում եմ, Աստծո առաքինությունները խոսեք։ Գիտեք, ուրիշ կրոներում այնպիսի այլանդակ բաներ են խոսում։ Բայց քրիստոնեությունը բոլորը բարոյականություն է խոսում։ Եվ այսօր ինչ պետք է անենք։ Դնենք մեր հիմքի վրա առաքինությունը։ Առաքինություն։ Ու ամեն ժամանակ մեր տանը, դրսում, խոհանոցում, գործի տեղը, տրանսպորտի մեջ, գիտեք, ես ու դու պետք է առաքինի լինենք։ Ամեն բանի մեջ։ Ամեն բանի մեջ։ Ասում եմ, ջանքդ չխնայես։ Այսինքն ինչքան որ քեզանից կախված, ինչքան որ քեզանից հնարավոր է, ինչքան ուժ ու եռանդ ունես, դիր քո հավատքի վրա ավելացրու քո բարոյականությունը։ Գիտեք, այդ դեպքում մարդիկ դա քո շրջապատում, քո գործի տեղը, քո առօրյա կյանքում, քո ընտանիքում բոլորը տեսնելու են։ Որովհետև որ դու նվիրվեցիր Հիսուսին, քո կյանքում ամեն բան փոխվեց։ Քո հավատքը դրվեց հիմք, հավատքիդ վրա դրվեց առաքինություն, եւ շարունակությունը ինչ ասում, առաքինության վրա գիտություն։ Գուցե մեկը ասի, հովիվ ջան, ես արդեն 60 տարեկան եմ, էլ ոնց կարամ այդ համալսարան սովորեմ։ Ես խոսքը դրա մասին չի։ Երկրորդ մնացորդած առաջի գլուխ 10 խոսքն եմ ուզում կարդալ։ Նայեք ինչ արեց Սողոմոնը։ Ինչ արեց Սողոմոնը։ Երկրորդ մնացորդած որտեղ ես մեկ ասում սուրբ գրքում։ Սողոմոնին հարցնում է, խնդրի ինձանից ինչ ես ուզում։ Սողոմոնը այք ինչ ասում։ Ինձի իմաստություն ու գիտություն տուր, որպեսզի այս ժողովրդին առջև ելնեմ ու մտնեմ, որպեսզի այս քո ժողովուրդդ, որպեսզի այս քո մեջ ժողովուրդդ ով կարող է դատել։ Աստված Սողոմոնը ասել, որտեղ դու սրտիդ մեջ այս փափագը ունեցար, հարստություն ստացված փառք ու թշնամիներից հոգին կամ երկար կյանք չխնդրեցիր, հապա ինձանից իմաստություն ու գիտություն խնդրեցիր, որպեսզի դատես իմ ժողովուրդը։ Գիտեք, երրորդ բանը, որ Աստվածաշունչը խոսում է մեր տան կառույցի մասին, դա նա է, որ դու պետք է ունենաս գիտություն։ Գուցե մեկ ասի, ես դոկտոր չեմ, պրոֆեսոր, գիտեք, խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, ոնց որ Պողոս առաքյալը Եփեսացիս 1:17-ում աղոթում ասում է, ես աղոթում եմ, որ Աստված դատես
իմաստության հոգին, հայտնության հոգին իր ամբողջ գիտությունով։ Հարց առաջանում, ինչքան ես դու աղոթում, որ քո միտքը սկսի աշխատել, որ դու ամեն բանից գլուխ անես, ամեն բան սկսես հասկանալ Աստծուն, հասկանալ իրավիճակները։ Գուցե քուրիկներ ասեն, Հովիվ ջան, մեզ պետք չի հասկանալ մեկին հետ։ Ինչի պետք չի, կարելի է հասկանալ եւ նրանից, եւ նրանից, եւ նրանից, եւ նրանից, եւ նրանից։ Չէ՞ որ իմաստություն ու գիտությունը քեզ օգնում են այս կյանքում, որ դու ավելի ճիշտ ու ավելի հաճելի ընթացք վերցնես։ Բայց գիտեք, մի բան ասեմ, սոցցանցերում այս սայթից, այս սայթը թրև գալը, այս մի ռելսից, այն մի ռելսը թրև գալը, ավելի շատ բթացնում է քո միտքը։ Ես շատ անգամ ասում եմ, ուզում եք ձեր միտքը ճկուն լինի, սկսեք կարդալ։ Կարդացեք։ Գեղարվեստական գրքեր կարդացեք։ Աստվածաշունչ, առաջնային Աստվածաշունչը, բայց Աստվածաշունչի զուգահեռ կարդացեք նաև ուրիշ գրականություններ։ Չեմ ասում դիվական գրքեր։ Թեկոս հետաքրքիր պատմություններ։ Գիտեք, երբ որ դուք սկսում եք կարդալ, ձեր միտքը սկսում է մարզվել։ Մարդիկ գնում են մարզասրահ, իրենց մկանները զարգացնելու համար։ Ուզում ես քո գիտությունը, քո միտքը զարգանա, սկսի կարդալ։ Այսօր աշխարհը չի առաջարկում կարդալ։ Մենք մի սերունդ ենք, որ մենք սովորել ենք կարդալով։ Մենք մի սերունդ ենք, որ սովորել ենք գրքերով։ Ճիշտ է, գուցե ժամանակները զարգացել են, գուցե մեկ ասես սովորել, գուցե հետա մնացա, որ իմիկվա այդ համակարգչային կամ այդ, չգիտեմ, տեխնոլոգիաներին ես դեմ չեմ։ Բայց մի կարևոր բան կա։ Ինչքանով ես կարդում, ինչքանով ես ուզում, որ իրականում դու գիտություն ունենաս, ինչքանով ես ուզում, որ դու ինչ-որ բաներից հասկանաս։ Ուտես, երբ որ դու սկսում ես իրականում լցվել աստվածային գիտությունով, Աստծո խոսքը ամենաառաջինը, հատկապես առաքած գիրքը, ամեն բանի մասին խոսում է։ Ամեն բանի մասին խոսում է։ Հովիվ ջան, ես ժամանակ չունեմ։ Առավոտ արտանում եմ, միջև երեխեքից ճանապարհում եմ դպրոց, հետո հերթաստում ամուսնուս, հետո հերթաստում կնգաս, հետո օրվա վերջում ես հոգնած, հազիվ անկողին եմ ուզում։ Գիտեք մի բան ասեմ։ Ես մի կնոջ մասին էի կարդում, որը որ ուներ 7 երեխա ու միայնակ։ Եվ այն ժամանակ, այդ կնոջ ժամանակահատվածում ուղղակի անունը չեմ հիշում, դպրոց չէր կարողանում ինքն իր երեխաներին տալ։ Ինքը գիշերները իր երեխաների շորերն էր կարում։ Ու գիտեք, ինքը ժամանակ էր ունենում 1 ժամ, 2 ժամ Աստվածաշունչ կարդալու, Աստծո հետ շփվելու եւ իր երեխաների, այդ կնոջ երեխաների, կարելի ասել 6-7 գիգանտ ծառայողներ են եղել, որտեղ ինքը բոլորին բարձրացրել է Աստծո մեջ։ Ոմանք էլ եղել են ուժեղ բիզնեսմեններ։ Գիտեք, ինքան կարևոր է։ Երբեմն մարդկանց հետ խոսում ես, Հովիվ ջան, ոնց որ մեկը միտքս բռնած լինի։ Գիտես խիա միտքդ բռնե, որտեղ ամբողջ օրը չգիտես ինչ ես նայում։ Ու ինչ որ դու նայում ես, դու սկսում ես դրան հավատալ։ Ինչ որ նայում ես, դու սկսում ես դրան հավատալ։ Ու որ դու սկսում ես դրան հավատալ, դա ուզած չուզած դառնում է մի հատ ուրիշ հիմք քո կյանքի, մի հատ ուրիշ տան կառույցի։ Գիտեք, ես մտածում եմ քրիստոնյաները, իրանք են մարդիկ են, ովքեր որ Աստված ունեն, եւ ամբողջ իմաստությունը, գիտությունը Աստծո մոտ է, որ իրանք փափագում են, դա Աստված տալիս է իրենց։ Կարդացեք Աստվածաշունչը։ Երբ որ իր տաճարը կառուցվում էր, ասում է ոսկի գործի համար, այս ինչի տղուն, այս ինչին տվեց իմաստություն ոսկերչության մեջ, այն ինչին տվեց նրա մեջ, այն ինչին տվեց նրա մեջ։ Եվ որ շատ անգամ ասում ես ոչ մի վարպետի մոտ չեմ սովորել, մարդիկ ինձ նայում զարմանում են։ Ասում մի վարպետը Տերն է եղել։ Ես ամեն առավոտ ծնկեմ եք ասել եմ Տեր ինձ իմաստություն տուր։ Ինձ իմաստություն տուր իմ գործի մեջ։ Ինձ իմաստություն տուր, ինձ գիտություն տուր։ Բացի միտքես հասկանամ, չէ որ դու այդ ինժեներին տվել ես այդ իմաստությունը։ Ինքը գծագրել է այդ մեքենան։ Դու էլ ես մի կողմին կարաս իմաստություն տաս։ Այս մեկի գծագրած ինքը նորից քանդի, նորից հավաքի։ Ու շատ անգամ մարդիկ ասում են, ոչ դու ոչ մի վարպետի մոտ չես, ասում են, ոչ, իմ վարպետը Տերն է եղել։ Բայց ես փափագել եմ, ես կարդացել եմ, ես աղոթել եմ, ես ուզել եմ։
Իսկ գիտեք հիմիկվա քրիստոնեության մեջ շատ մարդիկ ինչ են առաջ բերում։ Ոչ իվան մի արա։ Նստեսը գլխիդ կընկնի։ Կամ էլ ոմանք վերցնում են օրինակ, չգիտեմ, մեկ նայել եմ, աստվածաշունչը դնում են բարձի տակ ու քնում են։ Մտածելով որ առօթել են բոլորը ստեղ ելնելու, ասեն ոչ մի բան չի լինելու։ Եթե դու աստվածաշունչը չես կարդում, Աստծո խոսքը քո համար չի կենթանանում, ինքը մնում է սովորական սևը սպիտակի վրա գրած տառերով գիրք։ Բայց եթե որ դու սկսում ես կարդալ, ինքը կենթանանում է քո համար։ Ինչքան շատ ես կարդում, այնքան ավելի է կենթանանում։ Ես երբեմն այն ժամանակ, որ դեռ իմ առաջնեկ որդիս չէր զորակոչվել, մենք ինքը շատ էր, մենք սիրում ենք ֆիլմ նայել։ Գալիս էր ասում, պապ, լավ ֆիլմ եմ գտարի, այդ նայում ենք։ Երբեմն ֆանտաստիկ կինոներ ենք նայում, ու մեկը գիտեք ինչ էր անում, այդ ֆանտաստիկայի մեջ, ինչքան շատ էր ինչ-որ գիրք կար, գտնում էին, կարդում էր, այնքան ավելի զորքը շատանում էր։ Ինչքան ինքը շատ էր այդ բաները կարդում, այնքան ավելի զորքը շատանում, դա ֆանտաստիկ կինոներ էին։ Ու գիտես ես ինչ եմ հասկանում, ես ինչքան շատ եմ կարդում Աստվածաշունչը, այնքան ինքը իմ համար դառնում է իրական։ Չորրորդ բանը, որ կամաց բարձանում ենք դեպի պատուհանները։ Դա գիտեք որն է։ Գիտության վրա ավելացրեք ժուշկալություն։ Բա։ Գիտես այնքան եմ լսել, որ ասում եմ չդիմացա։ Վերցրեցի ու կերա։ Վերցրեցի ես բան արեցի, վերցրեցի ու նայեցի։ Գիտեք ինչ է նշանակում ժուշկալություն։ Զուսպ։ Ինքն իրեն զսպող մարդ, մարմնի ցանկությունների դեմ, չափավոր մարդ։ Միջև անգամ առակած գրքում ասում է, երբ որ քեզ հրավիրում է մի մարդ, կերակուրի, դու էլ ախորժակի տեր մարդ ես, ասում է դանակ դիր կոկորտի, ինք ասում է կեր, խմի, բայց իր սիրտը քո հետ չի։ Գիտեք, սա մեր ժուշկալությունը, սա մեր զսպվածությունն է։ Գիտեք, այնքան կարևոր է լինել ժուշկալ, լինել զսպված։ Եվ որ պետք է ասես լեզուդ կծի ու այդ պայն մի ասո, կտեսնես ամեն իրավիճակը փոխվում է։ Գաղատացիս 5:23-ում խոսում է, որ ժուշկալությունը դա նաև հոգու պտուղ է եւ ասում այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Եվ որ դու զուսպ մարդ ես, զսպված մարդ ես, քո չափը գիտես, քո դեմ օրենք չկա։ Գիտեք, երբեմն մարդիկ կան, որ սկսում են խոսել, էլ չափ, սահման, գոյություն չի ունենում։ Են տաքսի, ռոզի պես ռատ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 ա, ասում այդ կնիկը դեզուն դու էլ գիտես։ Գիտես շատ անգամ, նայեք, քրիստոնյաները իրենց տան կառույցը ոչ ճիշտ են կառույցում։ Գիտեք, որ ես փոքր էի, դպրոց էի գնում, մի հետաքրքիր, չեմ հիշում հիմա ում գրածներ, 3 խոզուկների մասին գրվածք կար, որ մեկը փայտից սարքեց իր տունը, մեկը խոտից, այն մյուսը քարից։ Եվ գայլը եկավ, փչեց, այն մեկի տունը քանդվավ, այնի վազավ այն մյուսի մոտ, փայտի տան մեջ, հետո փայտի տունը քանդվեց, հետո գնաց քարի տունը, փչեց, հասկացավ որ չի կարողանում, ասեց ծխնելու զիս կիշտեմ։ Իրանք էլ քանի որ մի քիչ խելացին, կրակը վառեցին ու գելի խորոված եղավ։ Գիտես հիմա կարևոր է քո տունը ինչից ես կառուցում։ Գորոթանցների թղթերի մեջ ասում է, եթե մեկը օգտագործում է փայտ, խոտ, եղեք, արծաթ, ոսկի, քար, կրակ ամեն բան փորձելու է։ Եվ ինչ է մնալու։ Գիտեք, որ ես նման կառույց եմ կառուցում իմ տունը, ինքը կանգուն է մնալու։ Գիտեք, ժուշկալություն այնքան կարևոր է, որ քրիստոնյաները ունենան ամեն բնակավարում, ուտելու մեջ, հագնելու մեջ, խոսելու մեջ, մարդկանց հետ շփվելու մեջ, ամեն բանում։ Սա մի հատիկ հատված է քո շենքի մեջ, որ շատ կարևոր է ունենալ ժուշկալություն։ Գուցե մեկ ասի, ես չափից ավել ժուշկալ եմ։ Ոչ խոսում եմ,
Այն բանկա չէ, մեր ժողովրդական խոսքին ասում ոչ հռումա, ոչ բռումա։ Ոչ խոսում եմ, ոչ ուտում եմ, ինձ հարսանիք են հրավիրում, նայում եմ սնունդին, ոչ մի բան չեմ ուզում ուտել, որովհետև ես ժուշկալ եմ, բոլորը պարում են, ես չեմ պարում, ես ժուշկալ եմ։ Գիտեք, սա ժուշկալության հետ կապ չունի։ Բայց հենց գալիս եմ տուն, կաստրուլ կան, մի անգամից դատարկվում է։ Չեղա որ դու ժուշկալ ես։ Ասում այնքան ուտում կոշիկներ արդեն սեղմում է։ Գիտեք, դա չեղա որ մարդը ժուշկալ է։ Գիտեք, մենք ամեն ինչում մեր չափը պետք է ունենանք։ Չափ։ Գիտեք, մեր քրիստոնեությունը այն որ ասում է ռեկոպալի բան չի։ Ամեն ինչ իր չափին, ամեն ինչ իր տեղին է։ Ու հարց առաջանում, ինչքանով ես դու տենց ապրում։ Քիչ առաջ կարդում էինք, չէ՞։ Ես շարունակության մեջ ասելու եմ։ Ասում են նրանք, որ այս ամենը ունեն, ու աճում է իրանց մոտ։ Հիմա հարց ինչքանով է քո ինչ որ կարդացի հավատքը, առաքինությունը, գիտությունը, ժուշկալությունը աճում։ Գիտեք, այսօր տեխնոլոգիան ամեն օր փոխվում է։ Մեքենաները ամեն օր փոխվում են։ Մի օրինակի մար տարվա մեջ Mercedes մեքենան արտադրում է մի քանի մեքենաներ, այս մեքենայի բոլորովին պայստամասերը միսուն ընդհանրապես չի տեղադրվում։ Երբեմն մեքենաներ որ լինում ես ասում եմ թույլ տվեք ինձ մի օր հետո ձեզ կասեմ ձեր մեքենան կսարքեմ թե չէ։ Որտեղ շարժիչներ կա որ տեղակ չենք։ Ես մտնում եմ, կարդում եմ, ուսումնասիրում եմ, կամ հայ եմ ասում, կամ չեմ ասում։ Կախված իր բարդությունից։ Հիմա դու ինչքանով ես ավելացնում քո գիտությունը, ինչքանով ես ավելացնում քո առաքինությունը։ Գիտեք, շատ անգամ մարդիկ մտածում են, այս մարդը քրիստոնյա է, մեզ չի խաբում, ամիսներով սպասում եմ, որ հերթ հասնիրանց իրենց մեքենան ես նորոգեմ։ Հիմա հարց, ինչքանով եմ ավելացնում իմ առաքինությունը, թե արդեն հասել եմ միտեղ ասեմ, հիմա կանամ աչու ձախի չրպեմ, սաղի խապեմ, այդ ոնց որ առաքինությունը ավելացել է, դեպս էլ վայր անգնելու։ Կախված է քեզանից, ինչքանով ես ավելացնում քո առաքինությունը։ Ես արդեն փրկված եմ, վերջ։ Կարամ հելեմ տրանսպորտ, որ բոլորը գայթակղվեն ինձանից։ Իմ հակացից, իմ խոսալուց, իմ մաստակը ծամելուց, գիտեք, երբևէ ոչ մի անգամ չեմ կարողացել հասկանալ, որ կանայք 120 կմ/ժ արագությամբ մաստակ են ծամում։ Չեմ կարողացել հասկանալ։ Գուցե հիմա կասեք, դու երևի հին մարդ ես, դրա համար չես կարող հասկանալ։ Իրականում դա ոչ մի ձևի հարիր չի, բادرور փուչիկ են հանում։ Շարունակությունը ասում զուսկալության վրա համբերություն ենք դնում։ Համբերում ես, չես դիմանում, դիմանալու համբերերը տարբեր բանել են, գիտեք, համբերերը դա հոգևոր արժեք է, դիմանալը ոչ, եւ որ ատամը ցավում է դիմանում ես, երբ առավոտը գա որ տանես բժշկի մոտ դա ուրիշ բան է, բայց եւ որ դեռ ամուսինը չի ապաշխարել, դու աղոթում ես, կամ տղա չի ապաշխարել, կամ կինդ, կամ չգիտեմ, եղբայրդ կամ այն մեկը, դու աղոթում ես ու համբերում ես, աղոթում ես ու սպասում ես, դա համբերել է նշանակում։ Քանիստ եք սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեն, որ գյուղատնտեսության հետ կապ ունեն, տանում եք սերմը դնում եք հողի մեջ, մեկ էլ մյուս օրը գնում կանգնում եք արտի գլխին ու գոռում եք, «Էս ինչի չի աճում»։ Համբերում եք, չէ՞։ Ջրում եք, միջև անգամ պարարտանուտ եք տալիս, ու համբերում եք, որ ծլի, հենց ծլում է, վաու, երեխեք հանկարծ չմտնեք բոստանը, ծլել նոր ենք, ջարդվեն, համբերում եք, որ ինքը մի քիչ էլ աճի, կամ սիրելի քույրեր, քանիստ եք խմորը հունցում, ու մի անգամ ես մտցնում վառարանի մեջ, համբերում եք, որ միջև թթվի, բարձրանա, չգիտեմ ինչ որ խմորեղներ կան, սալյոնի են ասում, չգիտեմ ինչոնի են ասում, դնում են սառնարան, հանում են, տպում են, դնում են սառնարան, հանում են, տպում են, մեկ ասում մեղքը չի,
ասում ես տպելու արդյունքը հետո կտեսնես։ Ելքը մի քիչ հումոր եմ անում։ Հետո տպելուց հետո հանում ես, սենց մեկ էլ տեսնում ես խմորեղենը սենց բարձացավ, հատիկ սենց թղթի նման խմորեղենա դառնում։ Ասում ես իսաղ են տպելու արդյունքն էր։ Բայց դու համբերում ես, չէ՞։ Մի օր, երկու օր, սառաներ, ջերու, բան ես անում ես, հատուկ ջերմաշճանի տակ դնում, հանում։ Հետ չունցեցիր ու մի անգամ սկսում ես թավայի մեջ ու դնում հետո գոռում ես։ Այն մարդը ինչ բան է, չեմ հասկանում։ Ինչի՞ չես խմորը բարձանում։ Բայց սենց կլինի։ Բա Վարդուշը որ թխումը ո՞նց է բարձանում, Վարդուշը համբերում է։ Դու չես կարող համբերես։ Գիտեք շատ անգամ մարդը սկսում է առանց համբերելու, գիտեք ինչ անել տրտնջալ։ Սկսում է փնփնթալ։ Էլ ես կնիկը, էլ ես մարդը, էլ ես երեխեն, էլ ես հարևանը։ Գիտեք չես կարող համբերես։ Գիտեք ոմանք չհամբերելով, հատկապես նորապսակները իրար չհամբերելով, մի տարի հետո ասում է, «Էլ չեմ սիրում, բաժնվում եմ»։ Ասպես ինչի մեղերը պրծավ, անցար իրական կյանքին արդեն բաժնվում ես, այդտեղ է համբերությունը, որ մեկ-մեկու պիտի համբերեք, մեկ-մեկու սկսում արդեն են, գիտեք ինչ է կատարվում մեքենայի մեջ, երբ որ յուղը վերջանում է շարժիչում, դետալները սկսում են իրար հետ աշխատել, ինչ ձեն ասես գալիս է, հետո հանում ես երկու դետալը նենց ասած երակցվե հայրեն ասեմ իրար, սվարկա եղե իրար։ Հայրեն չգիտեմ կլադիշը ինչ է, վալներ չգիտեմ ինչ է հայրեն, դրա համար չեմ, կլադիշը վալի վրայից չես կարում պոկես, որտեղ առանց յուղ իրանք իրար հետ աշխատել են և դիֆուզիոյի օրենքն է կատարվել, ձուլվել են իրար, բայց որ յուղը արանքում է, ոչ մի անգամ դες բան չի լինում, և որ գիտես զույգերի մեջ համբերություն կա, իրանք աշխատում են, ու ասում է եսի միլիոնիկ մատորա, մի միլիոն կքշես, եթե դշարում կյանքից վերջ գնալու եք, համբերելը պրծավ, ամեն ինչ պրծում է հետը, այդ չեմ դիմանում կեզ, համբերել, գիտեք ենքան կարևոր բան է սա, որ քրիստոնյայի կյանքում լինի, Եբրայեցիս 6:15 նայեք ինչ է խոսում, և Աբրահամը համբերելով խոստմունքին հասավ, Գիտեք շատ անգամ գալիս են Աստծո ծառաները, օծյալները, աղոթում են, մարգարենում են քո համար մի բան։ Ու դու առավոտելում ես, հես առավոտելում եմ տենամ այդ ամենը, բայց գիտեք գուցե քեզ ժամանակ է պետք է այդ ամենը համբերելու համար։ Աստված քեզ բան ասե, դու արդեն ձեռնարկում ես քոնը։ Բայց Աստված ես դες չէի ասե։ Ես սենց էի ուզում, սենց էի անում։ Չէ, ես էլ սենց էի ուզում։ Ու քո ուզածը վերջում միշտ քեզ բերում է բանկրոտության։ Դեք ինչ եմ տեսել։ Որ Աստված մարդկանց բան ասել, մարդիկ չեն համբերել ժամանակին, իրանք ձեռնարկել են, իրանք ընկել են։ Եվ ֆինանսական ոլորտում լիքը պարտքերի մեջ, եւ մնացած իրավիճակներում։ Նաեւ այդ ամենը, ես վերջերս մի ազնվորություն էր, եկես հա թեմայից դուրս է։ Ասում են ինչ էլ մա ժեշտին լինի, ասում եմ դուք սխալվում եք նման արտահայտություն անելով, ասում են ինչի։ Ասում հիմա որ քո մեքենայի ժեշտին բանալում, դա քո գրպանին է բանալում, չէ, ասում հա։ Ասում որ քո գրպանին է բանալում, դա նաև ելում է քո ընտանիքի բյուջեին, հա։ Եվ որ քո ընտանիքի բյուջեն ելում, արդեն կամած խնդիր է առաջանում, հա։ Ասում հետո դու դրա համար գիշեր աշխատում ես, որ քո ընտանեկան բյուջեն կառավարես, հետո քո ընտանեկան բյուջեից կտրես դնես մեքենայիդ վրա, եղա որ քո առողջությունից գնաց։ Ասում ես չէի մտածել տենց։ Ասում հասկանում ենք որ մարդկային կորուստ չի եղել։ Բայց մի հրճակի որ ինչ ելում է ժեշտին լինի, որտեղ դու քեզ ալնում։ Եկեք համբերենք, սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ լսում եք։ Եկեք սովորենք համբերել։ Եկեք սովորենք համբերել։ Մենք հիմա ենք ուզում։ Գիտեք, հիմիկվա ժամանակահատվածում ինձ համար այսպիսի տպավորություն է, կարծես ժամացույցի սլակները մի 120 կմ/ժ արագությամբ պտտվում են։ Եկեք անկեղծ լինենք, ոչ մեկիս համար ժամանակը չի երիքում։
Ժամանակը չի երկում, առավոտ արտանում ես, մեկը դրվես 2:8-նա։ 2:8-նա մեկը դրվես առավոտվա 7-նա։ Դու զարթուցիչը քեզ ասում է, վեր կաց, հերիկա քնես։ Առավոտ արտանում ես, մեկը տեսնում ես 2 եկավ։ Մի բան ասեմ մարդու չասեք։ Մնաց 3 ամիս։ Հələ մարդկա անցած տարվա բդի փողը չի տվել։ Գիտեք, մնաց 3 ամիս է տարվան։ Բայց կարծես հունվարի 1-ը նոր լիներ։ Գիտեք, այնքան արագ ամեն ինչ անցնում։ Դու ուզում ես նաև հոգևոր կյանքում էլ ամեն ինչ արագ լինի։ Բայց գիտեք, Աստծո պրինցիպը այդպեսին չի։ Աստված երբեմն բաներ է թույլ տալի, որ դու սովորես համբերել։ Համբերել։ Կողոսացիս 3:13-ում նայեք ինչա գրում Տիրոջ խոսքը։ Իրարու համբերելով Սմեք իրարու համբերելով կնիկս նաև երեսիս։ Իրարու համբերելով, իրարու ներելով, եթե մեկը մեկի դեմ տրտունջ ունենա ինչպես Քրիստոս ձեզ ներեց, նույնպես էլ դուք։ Բայց ինչի չեն կարողանում համբերենք։ Հիմա մեկը կասի, Հովիվ ջան, արդեն 27 տարի համբերում եմ։ Մի քիչ էլ համբերի դերը կգա։ Կամ էլ դու կգնաս։ Համբերել։ Ասում է իրարու համբերեք։ Իրարու համբերեք։ Գիտեք ցավալին որն է, որ շատ անգամ եկեղեցում մեկը մեկին չի կարող համբերի։ Ես չեմ կարող իրան տանեմ։ Այն մեկն էլ ասում է թող բոլորը ինձ տանեն։ Բայց ինչի՞ ես դու փոխվես։ Գիտեք ամենասարսափելին որն է, որ Քրիստոնեն ասում է ես սենց եմ։ Ինձ ընդունեք ոնց որ կամ։ Գիտեք ամենասարսափելի ու վտանգավոր բանը, որ Քրիստոնյան չի ուզում փոխվի։ Դա նշանակում է, որ ինքը չի ուզում Քրիստոսին նմանվի։ Եվ որ մարդը ուզում է փոխվի, ինքը խոնարհվում է։ Եվ որ մարդը ուզում է փոխվի, իր կյանքում սկսում է ինչ-որ իրավիճակեր փոխել, իր առաքինությունը ավելացնում, գիտությունը ավելացնում, ժուշկալությունը ավելացնում, համբերելն ավելացնում։ Ինձ էս լավ է։ Գիտեք, ես համաձայն չեմ դրա։ Ես համաձայն չեմ, որ մարդը ասում ինձ էս լավ է։ Ավետարանը մեզ էսպես է սովորեցնում. աճենք, հասնենք Քրիստոսի հասակի չափ։ Դա նշանակում է ինչ որ ես խոսում եմ, քիչ հետո նորից կկարդամ, այդ ամենը աճելու տեղեր ունեն։ Ավելի ամրանալու տեղեր ունեն։ Քո հավատքը աճելու տեղ ունի, քո առաքինությունը, քո գիտությունը, ժուշկալությունը, համբերությունը աճելու տեղ ունի։ Դու պետք է ամեն անգամ իրան կերակրես, որ ինքը աճի։ Դե Հովիվ ջան, ես արդեն 50 տարեկան եմ, իմ ինչին է պետք։ Բարի գալուս քրիստոնեական կյանք։ Քրիստոնեական կյանքում 70 տարեկանում այնպես հրաշքներ են լինում։ Հələ չեմ ասում 99 տարեկանում, որ Սարան երեխա է ունենում, էլի։ Գիտեք, երբ որ դու դադարում ես համբերել, գիտես ուրիշ բան է գալիս առաջ, տրտունջը։ Այսեք ավելի նստավ իմ կողքը։ Գնաց։ Այսա խռցնելու է, ինձ խանգարելու է, չեմ կարողանալու քարոզը լսեմ։ Էլ մեկը եկավ նստավ կողքս, ասես հեռախոս հանելով, սկսել է YouTube-ում, չգիտեմ ինչեր նայի։ Գիտեք ինչն ամենավատը, որ դու չես կարող համբերես։ Մյուս բանը համբերության վրա Աստված պաշտություն։ Գիտեք, Պողոս առաքյալը մի բան է խոսում, ասում է, ոմանք Աստված պաշտության կերպարանքը ունեն, բայց զորությունը ուրացած են։ Գիտեք, այնքան հեշտ Աստված պաշտության կերպարանքը ունենալ։ Դեմքդ ցած ձևավորում ես խոնար։ Բարև ձեզ, քույրիմ։ Բարև ձեզ, եղբայր։ Մարդը նամոս մեզ ինչ Աստվածը պաշտա։ Գիտես դի միջև որտեղ հասնում, ոտը տրորելա։ Հենց ոտը տրորեցիր, արա քորես չես տենում։ Ասես բայց են խոնար։ Աստվածապաշտ, աղոթող, երկրպագող քույրիկն ու եղբայրն էր։ Միամիտ ոտը տրորեցի, իրական դեմքը բացվեց։
Գիտեք, իրականության մեջ մի բան կարող եմ ասել։ Ինչքանով են մարդիկ տեսնում մեր կյանքի իրական աստվածպաշտությունը։ Ինչքանով են իրականում տեսնում, որ մենք սիրում ենք Աստծուն։ Գիտեք, որ մենք հանրության մեջ ենք, ավետարանը մեզ սովորեցնում, ասում թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը, որպեսզի փառավորեն օրը։ Ինչքանով ես դու հանրության մեջ իրական աստվածապաշտ։ Այս վերջերս մի երիտասարդ իր մեքենան բերել էր նորոգելու։ Մեկ էլ ինձ սենց արեց։ Քեզ մի լավ նվեր եմ բերել, ասում եմ, խնդրեմ։ Մեկ էլ հանեց իր մեքենայից իրականում բավական արժեքավոր գինի էր։ Ինքը գիտեր, որ ես քրիստոնյա եմ, մտածում եմ, ես խմում եմ։ Գինի եմ բերել, ասում եմ, եղբայր, ես չեմ խմում։ Գինի եմ բերել, ասում եմ, եղբայր։ Արդեն 30 տարի է, ես դադարել եմ խմել։ Եվ ես ուխտ եմ արիմ Աստծո հետ, որ ոչ մի ալկոհոլային խմիչ չեմ օգտագործելու միջև։ Ասում եմ, լավ ուրիշի կտաս։ Ասում եմ, դե չեմ խմում։ Ուրիշի չեմ էլ առաջարկում։ Ես աստվածապաշտ մարդ եմ։ Եթե ես դեմ եմ ալկոհոլին, ուրիշի չեմ հյուրասիրի։ Ինչ տարբերություն, ասում եմ, ոմանք ոչ մենակ անում են, այլ անողդեն հավանություն են տալիս։ Ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Ես ուզում եմ ինչ որ մեկին ձեռով ինչ որ մեկին պատժեմ։ Որսում եմ ճիշտ ան միսը պոկի դուր բերանը։ Բայց Տեր ջան, տենեմ ես իմ ձեռները արունոտ չի։ Բայց այդ ամենի հեղինակը դու ես, է։ Այդ ամենի հեղինակը դու ես։ Դու ուղղակի ուրիշի միջոցով անում ես ինչ որ դու ուզում ես անել, հետո ասում ես, ես ձեռքերս մաքուր են։ Ասեմ մի բան, մարդու չասեք, աչքի Տերը որ մաքուր է։ Դու այդ մարդու միջոցով անում ես այն, ինչ որ քո սիրտն է ցանկանում, հետո ես աստվածապաշտ եմ։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է, տղամարդիկ սուրբ ձեռքեր բարձրացրեք երկինք, փառաբանեք Տիրոջը։ Սիրելի եկեղեցի, ինչքանով եմ ես աստվածապաշտ, երբ որ ես աշխատանքի տեղն եմ։ Ինչքանով եմ աստվածապաշտ, երբ որ գործի տրանսպորտի մեջ եմ։ Ինչքանով եմ աստվածապաշտ, երբ որ խանութում եմ։ Վաճառողին պատահաբար քեզ ավել մանրադրամ է տալիս, ասում ես կպավ։ Էսի մորտնություններ, դա մեկի դժբախտություններ, գործությունը չի։ Ինչքանով ես դու աստվածապաշտ։ Սիրելի եղբայրներ, երբ որ դուք մեքենայի ղեկին եք, այն մեկ ասում է դիդիդ, դու ասում ես դիդիդ։ Այն մեկ ասում է դիդիդ, դու էլ ասում ես դիդիդ։ Ասում ես քաշի կայնես, ասում ես քաշեմ կայնեմ։ Ինչքանով ենք մենք աստվածապաշտ։ Հետո մեկ էլ իմանում ես, չգիտեմ, ինչ կլանի ներկայացուցիչը, մի 20 հոգով քեզ ծեծում, ջարդում է, ասում է Աստված ջանի, ինչին էր պետք։ Ես ասի դիդիդ։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք ամենտեղ աստվածապաշտ լինենք։ Ամենտեղ աստվածապաշտ լինենք։ Այդ դեպքում մեր կյանքում ամեն ինչ կսկսի փոխվել։ Մենք եկի հասել ենք այն վերևի մասին, գիտեք, չէ՞։ Շինարարության մեջ ասում են բալկեկը պետք է ամուր լինի։ Այդ համբերելը քո պատուհանների այդ հատվածն էր։ Հիմա այդ վերևն ենք դնում։ Գիտես, երբ որ այդ ամենը կապված չի հիմքի հետ, երբ որ շենքը սկսեց շարժվել, պատերն են սկսելու շարժվել։ Շենքը սկսում է ապարել։ Գիտես, շենքը սկսում է ապարել։ Որովհետև իրեն կապողը հիմքի հետ չկա։ Ինքը ճոճվում է, դեղա գնում, են դեղա գնում։ Հա, ոմանք կան այդպեսին։ Գլուխը մնում ամբողջ մարմինը հետուն գալիս է։ Ձոր ռետինելն են։ Առաջի Տիմոթեոս 4:8-ում մի շատ հետաքրքիր բան կա գրված։ Ուզում եմ կարդալ ու շարունակել առաջ։ Առաջի Տիմոթեոս 4:8
Ասում եմ մարմնի վարժությունը քիչ բանի է օգտակար։ Օգտակար է, նես չի որ օգտակար չի։ Ես շատ անգամ գնում եմ սպորտզալ, որպեսզի շատ ծուլացած մկաններ արթնացնեմ, ասեմ հելեք, քնից հելեք, երիկա քնեք։ Հելեք աշխատեք։ Բայց ասում եմ, նայեք ինչ ասում շարունակությունը, բայց Աստված պաշտությունը ամեն բանի է օգտակար։ Ամեն բանի։ Ամեն բանի օգտակար է։ Դեղ աշկերիդ, դեղ իմաստությանդ, դեղ առողջությանդ, դեղ ընտանիքիդ։ Ու կարամ անվերջ թվարկեմ Աստված պաշտությունը։ Եկանք հասանք առաստաղին։ Աստված պաշտության վրա եղբայրասիրություն։ Այդ մեկը չասեր իր հովիվ ջան, ես չեմ կարում ես Վարդուշին տանեմ, ես Վալոդին տենալուցիտս խառնում եմ։ Մի հատ բան ասեմ, բայց որ գալիս ես Աստծո առաջ ասում ես, Տեր, գիտես քեզ ոնց եմ սիրում։ Տենել ասում են, չի ես խապում։ Ինչ ես ստոտ խոսում։ Եվ որ դու այն մարդուն, որ տենում ես, չես սիրում, որ ինձ չես նսե, ոնց կարա սիրես։ Եղբայրասիրություն։ Մի կավելացնեմ, չեմ ավելացնի Աստվածաշնչին, բայց կասեմ նաև քույրասիրություն։ Թե հովիվ ջան, եղբայրասիրություն է, գնա դուք աղբերներով իրար կարակ սիրեք, մենք քերերով կարանք իրար գզենք։ Գիտեք, այդպես գրած չի ոչ միտեղ։ Ինչի՞ չեք կարում սիրելի քույրեր իրար սիրել, ինչի՞ չեք կարում իրար տանել։ Ինչի՞ չեք կարում մեկ-մեկու տկարությունը վերցնել։ Դա հետերպակաս։ Իրան սիրեմ, իրան հարգեմ, այլ բանու գործ չունեմ։ Բայց դեպքում առաստաղդ որ դատարկ մնաց, տուն ամբողջովին չի լինում։ Գիտեք, եւ որ շինարարները գալիս են տուն ընդունելու, ոնց որ նախագծում տված է, այդ բոլորը այդպես պետքա լինի։ Եթե այդպես չի լինում, իրանք կնիկ չեն դնում քո ավարտական ակտի վրա, որովհետեւ կիսատ է քո շինարարությունը։ Իսկ ինչ ես մտածում, որ երբ որ այդ տունը, այդ տանը մակետը գնաց երկինք, այնտեղ կնիկը դնելու են, որտեղ կիսատ շինարարություն ընդունելու են։ Առաջ Հովհաննես 3:15-ում նայեք ինչ է գրում Տիրոջ խոսքը։ Ամեն ով որ իր եղբորը ատում է մարդասպան է։ Գիտեք, թե ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սանով իմացան Քրիստոսի սերը, որ նա իր կյանքը մեզ համար տվեց, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։ Պախ, էտեր պակաս։ Վալոդի համար կյանքս տամ։ Վալոդի համար կյանքը տա։ Գիտեք, սա եղբայրասիրության, քույրասիրության գագաթնակետն է։ Մտածեք, ում չեք սիրում։ Սկսեք իր համար աղոթել։ Մտածեք, ում չեք սիրում։ Հետաքրքրվեք իր ընտանիքից կամ մնացածից։ Ինչ է սիրում քույրիկը կամ եղբայրը։ Այս ինչ բան է։ Всё։ Գնում եմ գնումներ անում եմ, պատրաստում եմ սեղանը, չուզենալով վերցնում եմ հեռախոսը, չուզենալով հավաքում եմ համարը։ Անես լավ կլինի որ անհասանելի լինի։ Եկել զանգը գնում է։ Անես լավ կլինի որ չվերցնի։ Սա հարել եմ, տես զանգում եմ, բայց մտքի մեջ մենես լավ կլինի չվերցնի։ Եկել թարսուպես հետ երկրորդ զանգը չսկսած վերցնում է։ Ալո։ Ինչ ասեմ։ Ալո, լսում եմ, ասեք։ Հա, բարև ձեզ, Վարդուշ քույրիկ։ Բարև ձեզ, ով է։ Վալոդ եղբայրն է։ Ձեր ամուսնու հետ, Սերոժի հետ հրավիրում եմ ձեզ մեր տուն ընթրիքի։ Մի հացկերած գանք, թե սոված գանք։ Ասма չէ, ձեր սիրած բաներն եմ պատրաստել։ Լավ, ու մեկ էլ իրիկուն է քոա որոշված ժամից 5 րոպե առաջ ձեր դրան զանգը խփում են։ Վարդուշը իր մարդու հետ գալիս է ձեր տուն։ Ինչի եկան։ Կարա ինչը գային էլի։ Բայց գիտես Աստված ուզում է, որ դու սկսես սիրել։ Պարզապես սիրել։ Ով կար, այդ մեկը չկար։ Գիտեք մի բան ասեմ։
Երկնքում բա որ հանկարծ տունը դու իրա տունը իրար կողք եղան ինչ ես անելու դու պետք է ասես ամբողջ հավիտենությունը գլուխը կախելու ես ինչ չի սիրում իրան մի հավիտենությունը իրար հետ եք անցկացնելու Գիտեք այնքան կարևոր է սա որ ես դու հասկանանք իմ առաստաղը պետք է ամուր լինի ես պետք է եղբայրասեր լինեմ ես պետք է քույրասեր լինեմ ես պետք է կարողանամ Գիտեք իմ լուսահոգի մայրս, ես չգիտեմ գուցե այստեղ կանայք կամ որ այդպես են, կամ այդպես եղել են, կամ այդպես են։ Ինքը ամեն ինչ որ արարողությունից հետո ինչ որ բաներ տանում պահում էր ամբարի մեջ։ Ու որ հանկարծ տունը պատահական հյուր էր գալի։ Ընես մի հատ սեղան էր դնում, եւ ես փոքր երեխա։ Այ մերես որտեղից էս կոնֆետները, էս մրգերը։ Թե միջև երկաշարժը խոսքի գյուղերում միրգ ու կոնֆետը դες չէր որ հիմիկ պես սուպերմարկետներ կան ամեն գյուղում որ ինչ ուզես երբ ուզես կարաս առնես այստեղ սերունդ կա որ գիտեն 89 90 87 թվերին ինչ ուզեի չէր կարող առնել ինչ ուզեի չէր իսկ հիմա դրամ ունես ինչ ուզես կարաս առնես բայց ի ժամանակ հնարավոր չէր ու ինքը մի գեղեցիկ սեղան էր դնում բայց գեղեցիկ սեղանը դու դնում ես Ասում ես խնդրեմ, ուզում եմ իրականում ձեզ սիրո պատիվ տալ, ուզում եմ ձեզ ասել, որ ես ձեզ սիրում եմ։ Մեկ էլ Վարդուշի Մարտը Սերոժը ասում եմ մենք էլ ձեզ նվեր էինք վերել մեր հետ։ Քո ասելուց հետո մենք ուզում ենք այս նվերը հանձնել ձեզ։ Ու մեկ էլ մի չաղ ծրար են նվիրում ձեզ։ Եկո սիրտը գցում ասենց, ասես մեջ է ինչա, կաղա թուղթա խծկի բերեմ, հա, էսի հաստատ թուղթ դրած կլի մեջը, մեկ էլ քո սովորության համաձայն, որ տանում պահում ես, հետո սպասում ես, եվ պետի գնան, որ դենամ ինչ են բերը, այս անգամ սովորությունը փոխվում է, իրենց ներկայության բացում ես ծրարը և տեսնում ես քո բոլոր պարտքերը փակված են, Ասում ես Տեր, ինչ լավ էր, որ ես լսեցի քեզ ու ուզեցա սիրո քայլ անել, սիրո արտահայտություն անել եւ Սերոժն ասում է, երբ որ ես աղոթում էի, Տեր ասեց, երբ որ գնաս իրենց տուն ընթրիքի, այսքան գումար կտանես ծրարով իրանց քո սիրո պատասխանը ու մեկ էլ ասում ես Հիսուս ջան, ինչ լավ էր, որ ես քեզ լսեցի ու սկսեցի սիրել մարդկանց Բայց ասում ինչ լավ է որ տենց լիներ։ Այդ դեպքում սկսի անել, ինչ գիտես։ Եվ ամենակարևոր բանը հասանք կտուրին։ Եղբայրասիրության վրա սեր։ Կխնդրեմ գաք նվագեք։ Գիտեք բոլորը ուզում են իրան սիրեն, համաձայն եք։ Այստեղ եթե բոլորին հարցնեմ, ով է ուզում որ իրան չսիրեն, ոչ մի ձեռք չի բարձրացնի։ Բայց ես ասեմ, ով է ուզում որ քեզ սիրեն, բոլորը ձեռքը բարձրացնեն։ Ես ուզում եմ որ ինձ սիրեն, ես ուզում եմ որ ինձ սիրեն։ Սկսի սիրել։ Սկսի սիրել։ Հենց սկսեցի սիրել։ Դες ինչա լինելու։ Դա անիվա որ պտտվում է։ Գիտեք մեր Աստված սեր է։ Ու որ մենք ապրում ենք իր մեջ, մենք ապրում ենք սիրո մեջ։ Ու որ մենք սիրո մեջ ենք, մեզ կարիք չկա համոզելու։ Արի սիրի էլի։ Գիտես, ոչ մեկին կարիք չկա համոզես։ Արի սիրի, դու արդեն իսկ սիրում ես։ Սիրում ես։ Ուզում եմ մի հարց տամ ձեզ։ Գիտեք, հիմա դուք ինձ իմ հագուստի մեջ ինչ եք տեսնում։ Հարցնում եմ, իմ հագուստի մեջ ինչ եք տեսնում։
Դուք տեսնում եք, հայրեն ոնց են ասում մայքեն, չգիտեմ։ Դուք տեսնում եք իմ մայքան։ Հա? Դուք տեսնում եք իմ մայքան։ Դուք տեսնում եք իմ մայքայի գույնը։ Չեք տեսնում, չէ՞։ Դուք տեսնում եք իմ զգեստը, իմ ոնց որ ժակետ, հայրեն չգիտեմ ոնց, հա։ Գիտեք, դուք ներսը չեք տեսնում։ Դուք դուրսն եք տեսնում։ Գիտեք, երբ որ մենք սիրով լցված լինենք, մարդիկ մեր վրա տեսնելու են մենակ Աստծո սերը։ Մենք ամբողջականը սերն է փակում այդ ամենը։ Երբ որ դուք դրոնով վերևից նայում եք արագածավանը, դուք կտուրներ եք տեսնում։ Դուք հիմքը չեք տեսնում, դուք պատերը չեք տեսնում, դուք տեսնում եք կտուրը։ Եվ ես երբ որ երկնքից քեզ նայում են, քեզ, ձեզ ովքեր որ լսում եք մեզ, իրանք տեսնելու են ձեր սերը։ Ով ջան, նես կոզայելներ էդի։ Սկսի տանդ կառույցը։ Եվ նայեք ինչ ասում շարունակությունը։ Քանի որ այս բաները ձեր վրա կան ու աճում են, սերդ գնալով աճում է։ Գիտեք, շատ տարիներ առաջ մի եղբոր հետ դեռ մեր եկեղեցու շենքը չկար, մեր շենքը չկար։ Այն ժամանակ մի գիտության շենքում էինք։ Ու իմ ընկերներից մեկը թարգմանում էր մի մարդու։ Եվ ես եղբայր ասեց, անես կուզեմ ես մարդի համար աղոթի։ Իմ ընկերոջ ասեց, եղբայր ուզում եմ, որ ես մարդ իր համար աղոթի։ Գիտեք, մենք առանձնացանք գովսենակում, այս մարդը սկսեց եղբոր համար աղոթել, ինքը թարգմանում է։ Ինքը ինչքան աղոթում է, ես ասում ասենց բանձերից բիզբիզ է կանում, դետալ խոսում է բաներ։ Ու գիտեք, երբ որ ինքը վերջացեց, ես եղբոր համար աղոթք ասեք ուզեմ, որ ինքը իմ համար էլ աղոթի։ Ասեմ, որտեղ իր կյանքում մնաց բաներ ասեց, ես ճանաչում եմ այդ եղբորը, այդ մարդը չգիտի։ Բայց խոսում է բաներ, որով իրականում այդպես է։ Գիտես, որ ինքը աղոթում էր մի բան ասեց։ Մեծ սիրտ։ Ասում ես իմ սիրտը այսքան է։ Մեծ սիրտ եմ տալի քեզ։ Մեծ սիրտ։ Գիտեք, այդ մեծ սիրտը նրա համար չի որ աղբանոց դառնա։ Այդ մեծ սիրտը նրա համար կարող է սիրի։ Կարող է սիրի։ Գիտեք, որ մենք կանգնելու ենք երկնքում, գիտեք ինչ ենք առաջինը քննություն տալու։ Սիրո քննությունը։ Սիրո քննությունը։ Ես չեմ կարող Վարդուշին տանեմ։ Ատում եմ իրան։ Սկսի սիրել։ Ինչ գիտես, որ Վարդուշը կարող քո համար դառնա օրհնությունը, որը որ քո կյանքի երաշտն է լինելու։ Սկսի սիրել։ Եվ ասում ես ամենը, որ կա իր վրա, անպտուղ չեն անելու։ Սիրել եք ամեն մարդիկ, ովքեր մեզ լսում եք, գնացեք մտածեք ինչքանով եք պտղաբեր։ Մտածեք ինչքանով եք դուք պտղաբեր։ Հետո դուք պտուղ չեք բերում, ուրեմն այս ամեն ինչից մեկը պակասում է։ Պակասում է ձեր կյանքում։ Գնացեք ընկեք Տիրոջ առաջ ու հասկացեք ինչն է պակասում, սկսեք զարգացնել, սկսեք աճեցնել։ Ասում եք, այս բաները կան, դուք պարապան պտուղ չեք լինելու։ Դուք պտղաբեր եք դառնալու, սերի եկեղեցի։ Չեք մտածելու ինչ անեմ։ Ում քարոզում եմ չի ապաշխարում։ Գիտեք, այս 8 պունկտը եթե քո կյանքում կա, անհնար է, որ դու պտուղ չունենաս։ Շարունակություն ամենասն զորավորը, գիտեք ինչ ասում։ Տեր Հիսուսին ճանաչելու մեջ դուք անպտուղ չեք, դուք ավելի եք ճանաչելու իրան։ Բայց ասում որ այս բաները չկան, կույրը, կարճատեսը ու մոռացել է իր առաջվան մեղքերից մաքրվել։ Ասում ես բաները քո մոտ չկա, դու կույր ես ու կարճատես ես։ Իսկ Աստվածաշունչը ասում է կույրը կուրին առաջնորդել է 2 դուրեն ընկնում, դրախտ, փոստ են ընկնում, ինչ դրախտ։ Գիտեք մտածենք, երբ որ կգնաս տուն, մի բան սկսի քո կյանքը նայել։ Արդյոք իմ ջանքը դրած իմ հավատքի վրա առաքինություն եմ ավելացնում։ Արդյոք իմ առաքինության վրա ես գիտություն եմ ավելացնում։ Արդյոք իմ գիտության վրա ժուշկալություն եմ ավելացնում։ Արդյոք ես իմ ժուշկալության վրա սկսում եմ համբերել։
Արդյոք իմ համբերության վրա ես Աստված պաշտություն եմ ավելացնում։ Արդյոք իմ Աստված պաշտության վրա ես սկսում եմ եղբայրերին ու քույրերին սիրել։ Արդյոք իմ եղբայրերին քույրերին սիրելուց հետո ես լցված եմ Աստծո սիրով։ Արդյոք ես կարողանում եմ սիրել ոնց որ Հիսուսն է սիրում։ Անշա, դու ինձ ես քեզ չէ։ Դու իմ համար ես քո համար չէ։ Այլ իրականում անշահախնդիր սիրում ես։ Ակնկալիք չունես որևիցե մի բանի։ Սիրում ես ու վերջ։ Առանց ակնկալիքի։ Այ որ հեսա կանչեմ Լիանային մեր տուն, իրան սուրճ տամ, իր սիրած խմորեղենը տամ։ Իմացել եմ Ամերիկայից փող են ղրգել իրան։ Կասեմ $500 կտա էլի։ Լիանել գնում է։ Ոյ, սիրած խմորեղին ողջի, ես մեռնում եմ այս խմորեղենի համար։ Ասում եմ գեր, դա գլխի գալիքը չգիտես։ Լիանել միամիտ ուտում այդ խմորեղենը, վայելում իր սուրճը։ Ակել ասում է լսի։ Գիտեք մանիպուլյացիան ոնց է սկսվում, ասում է Տերը ինձ հայտնեց, բայց Լիանան միամիտ բենից փստացրել է միտեղ, որ Ամերիկայից ինձ փող են ուղարկել։ Ինք ասում է Տերը ինձ հայտնեց, որ Ամերիկայից քեզ փող են ուղարկել, կարող ես ինձ $500 տալ։ Այս խեղճ աղջիկը ասում է այս խմորեղենը մնաց կուկուրտից։ Կուլ չի գնում։ Որովհետև ասում է Տերը ինձ հայտնեց։ Ու սկսում է մանիպուլյացիան։ Ու Լիանան էլ գիտի որ $500 տվեց։ Գերել է սառույցին։ Վերջ։ Հետո ինքը ասելու է Վարդուշին, հետո Սիրուշին, բոլորին ասելու է Տերը ինձ հայտնեց։ Ու գիտեք մանիպուլյացիան սկսում է տենց։ Մի տրվեք նման բաների։ Մի տրվեք նման բաների։ Գիտեք իրականում սիրեք ոնց որ Հիսուսն էր սիրում առանց շահի։ Եթե մեկին ինչ-որ բան ես հյուրասիրում, հյուրասիրի առանց շահի։ Սիրուց ելնելով։ Չէ որ ասում եք ամենափոքրից մեկին արի ինձ արիք։ Գիտեք, ասում եմ երբ որ այս ամենը քո կյանքում կա ու աճում է, դու անպտուղ չես լինում, մյուս դրան Տիրոջը ճանաչելու մեջ։ Չէ որ Հիսուս ասաց ինձ նմանվեք։ Այդ դեպքում մենք նմանվում ենք իրեն։ Այդ դեպքում մեր կյանքում ամեն բան փոխվում է։ Ու դու սկսում ես բոլորովին ուրիշ մարդ դառնալ։ Քո բարեկամները, քո ընկերները, քո շրջապատը, քո աշխատանքի տեղը, քո դպրոցում, քո համալսարանում։ Ասում են լսի դու ոնց որ փոխվել ես։ Դու առաջմանը չես։ Հա իրականում ես փոխվել եմ։ Որովհետև այս խոսքը իմ կյանքը փոխել է։ Այս խոսքը իմ կյանքը փոխել է։ Կարա քո կյանքն էլ փոխի։ Այդ դեպքում իրենք կուզենան։ Բայց գիտեք երբ որ իրենք գիտեն ես եկեղեցի եմ գնում, բայց եկեղեցուց դուրս եմ գալի կեսուրից մազերը բմբլան եմ անում, հարևաններից սաղի հետ կռիվ եմ անում, սաղին բախացնում նայեք հա։ Հենց ինձ մի բան ասիք դες ոստիկանություն եմ կանչելու, ասում եմ որ սառս հետ գործ չունեք։ Գալիս ես այստեղ ձեռքի հետ բարձրացնում ես, հալելույա, ու նայում ես, դիխոմ չեմ տենում։ Գիտեք մի բան կա, որ դու պետք է հասկանաս, կամ մեկը, որ ուզում ես գնա մտի քո նկուղում, 5 հատ էլ մեշտոք դիր գլխիդ վրա, ինքը քեզ այնտեղ տենում է։ Պետք է իր առաջ ուղիղ լինել։ Ամեն։ Սա քո հոգևոր տունն է, քո տան կառույցն է։ Մտածենք, եկեք մտածենք։ Ինչքանով է իմ հավատքը ամուր, որ այս տունը վրան կանգնած է։ Թե ես մի հատ կամ եկալի, բա դուք ասում եք, որ ես հավատամ Հիսուսին, ձեզ կլիպ ինչի սենց չեղավ։ Բա ես արժանի էի դրան։ Գիտեք ուղիղ 5 տարի առաջ, ոչ մեկս չգիտեինք, որ 5000 երեխա ենք կորցնելու։
Ու 5 տարի առաջ հենց այդ Կիրակի օր էր։ Մենք չգիտենք, որ ճանապարհին գալուց լսելու ենք լուր։ Ես 5 տարի առաջ որ գալիս է Արագածավան, ես չգիտեի, որ գալու եմ հանդիպեմ տղաների, որոնք որ դոր զուռնայով գնում են ճակատ կանգնելու մեր երեխեքի կողքին։ Գիտես, մենք չգիտեինք։ Ես իրականում խոնարհվում եմ բոլոր են հերոս տղեկին, են ամեն մեկին, որ իր կյանքը դրեց, նահատակվեցին։ Մենք ոչ մեկս չգիտեինք։ Գիտեք, ամեն մեկը, որ պատերազմի դաշտում ընկավ, բոլորը երազանքներ ունեին։ Բոլորը սպասում են, երբ պետք է իրան ժամկետայինը վերջանա, երբ պետք է այդ վերջանա։ Ամեն մեկը գուցե, չգիտեմ, գուցե շատերը սիրած աղջիկներ ունեին, գուցե շատերը սիրած տղաներ ունեին։ Բայց ընկան։ Գիտեք, մենք չգիտենք վաղը մեր հետ ինչ կլինի։ Բայց որ մենք ապրենք իրականում Աստծո խոսքի համաձայն, մի բան կա, որ մենք կգնանք տուն։ Մի բան կա, որ մենք կգնանք տուն, եւ այնտեղ է մեր հավիտենությունը։ Այնտեղ է մեր հավիտենությունը։ Գիտեք, մենք ոչ մեկս չգիտենք, որ բախվելու ենք նրան, ինչ որ այսօր ունենք։ Մենք չգիտենք, որ Արցախ են կորցնելու։ Մենք չգիտենք։ Մեր տղաները կռվում էին իրենց հայրենակիցների համար։ Բայց շատ-շատերի շուրթերին Աստված կանչելով։ Բայց գիտեք, անցան այդ պատերազմը, շատերը մոռացան Աստծուն։ Շատերը մոռացան Քրիստոսին, որ հենց այդ բոլոր պատերազմի ժամանակահատվածում ձեռքերի վրա պահեց, որ դժոխք չգնան։ Եկեք թույլ չտանք, որ սատանան խալխլի քո հիմքը, խալխլի քո առաքինությունը։ Գիտեք, այսօր աշխարհը ինչքան հնարավոր է մերկ ու պիղծ նկարներ է դնում ու միլիոնավոր դիտումներ է ստանում։ Դու մի հատ քրիստոնեական նորություն ես դնում, ոչ ոք չի ուզում նայի։ Գիտեք, մի նայեք դրան։ Եկեք շարունակեք առաքինի լինել։ Մի նայեք նրան, ով որ ամբողջ օրը հիմարություն անում, հիմար բառեր է խոսում ու բթեր է շահում, դու մի խելացի բան ես ասում, ասես ինձ բութ չեն դնում։ Մի նայեք դրան, շարունակեք ավելացնել ձեր գիտությունը։ Մի նայեք դրան, որ իրանք լպիր ձևով են ապրում ու իբր մարդկանց մոտ պատիվ ունեն, շարունակեք շուշկալ ապրել։ Մի նայեք նրանց, որոնք որ առավոտի ծիրիկում փնթփնթում են ու տրտնջում են ու սրա նրան ցեղտ են մտցնում, շարունակեք համբերել։ Մի նայեք նրանց, ովքեր որ պիղծ կյանքով են ապրում ու ասում են մենք լավ ենք ապրում, շարունակեք աստվածապաշտ կյանքով ապրել։ Մի նայեք նրանց, որոնք որ ատելության մեջ են, դուք սիրեք։ Մի նայեք նրանց, ովքեր որ առավոտի ծիրիկուն ատելության քարոզչություն են վարում, սկսեք սիրել։ Մեր Քրիստոսը սիրել է, մենք էլ ենք սիրելու։ Եվ այս ամեն ինչի մեջ դու ապահով ես։ Այս ամեն ինչի մեջ դու ապահով ես։ Ու դու սկսել ես պտուղ բերել։ Եվ ինչպես Հովհաննես 15-ում Հիսուս ասում, հայրը մշակում այն ճյուղը, որ պտուղ է բերում։ Պտուղ։ Պտուղ։ Դու դառնալու ես պտղաբեր։ Իսկ 4 ճյուղերը հավաքում են վառելու համար։ Դու պատկերացնում ես 20 տարի դու հավատքի մեջ մնաս, վերջում չորանաս։ Դու հասկանում ես ինչ է կատարվելու։ Իմաստը։ 20 տարի դու քեզ զրկես, պտղաբեր լինես, վերջում որոշես, որ վերջ, չորանում եմ։ Պտուղը տել հետ է չորանալու է։ Գիտեք, դառնալու ես վառելիք, ումա պետք։ Այդանասում որ միջև վերջ, կպի կողքին դասա գնա միջև վերջ։ Գիտես, դու պիտի միջև վերջ գնաս։ Գիտեք, մեզանից առաջ շատ մարդիկ են գնացել, ավելի դժվար ճանապարհներ են անցել, բայց գնացել են միջև վերջ։ Խնդրում եմ քեզ, ելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր ունես լսեք, մի հանձնվեք։ Այսօր աշխարհը մաքսիմալ պղծություններ առաջարկում։ Մաքսիմալ
մարդկային արժեքները, չգիտեմ, իբր մարդու իրավունքներին են պաշտպանում, բայց մաքսիմալ մարդու արժեքները իջեցնում են։ Գովազդում են մաքսիմալ պղծություն։ Ու եթե դու այդ ամեն ինչի մեջ ասում ես ես քրիստոնյա եմ, ծիծաղում ասում աղանդավոր ես։ Գիտեք քրիստոնյան մենակ այն չի որ կարող է գնա տաճար մոն վառի ու դրանից դուրս գա ամենա այլանդակ բառերը օգտագործի։ Կամ մյուրոնը 21-ի ճակատին ասեմ շո դու դարձար քրիստոնյա։ Բայց մեծանումը հանցավոր աշխարհի ամենաառաջին ներկայացուցիչներից մեկը։ Մի խափվեք, սելի եկեղեցի։ Կամ են մարդիկ ովքեր որ մեզ լսեք, մի խափվեք։ Աստված ծաղր չի լինում։ Ուզում եմ որ դուք հասկանաք քո փրկությունը Հիսուսի մեջ է։ Քո տան կառույցից երևում է քո կյանքի ընթացքը։ Կառույցի տունդ ոնց որ էստեղ է գրված։ Այդ դեպքում քո տունը չի փլվի։ Ամեն։